Մի կնոջ հետ խոսեցի, որ 3 հարս ուներ եւ ասեցի, որ հարսին եք ավելի շատ սիրում։ Ասում է փոքրին։ Բոլորը զարմացան, ախր ամենակամակոր հարսն է։ Այն մեծի հետ կյանքը անցել արդեն 20 տարի իր հարսն է, երկրորդը 18 տարի է հարսը, այն փոքրը իր ամենափոքր տղայի կինն է, որին շատ ուշ է ունեցել եւ երիտասարդ, շատ ջահել աղջիկ էր։ Ասում են, վայ, մամա, երեք 1, այսօր 2, մենք ապրել ենք, կյանք ենք անցել իրար հետ, դու իրան ես սիրում ավելի շատ, փոքրն է դրա համար, ասում է, չէ։ Ես իրան եմ սիրում, որովհետև ինքը ինչ ասեմ ինձ ասում է համամ ջան, համամ ջան, համամ ջան։ Ոչինչ որ հետո սաղ իր ուզածով անում, բայց այդ մոմենտին ինձ ասում է համամ ջան։ Այս այլ է հմտություն։ Կապիկություն չի, դերասանություն չի, ձևականություն չի, սա էլ է խոսելու ձև։ Տեսեք ոնց է գոհացել կինը, որ իր խոսքը լսել է։ Բայց տարիներ հետո այդ երիտասարդ երեխան ինքն էլ կդառնա ճիշտ կին։ Մենք դաստիարակում ենք մեր երեխաներին, սովորացնում ենք մեր հարսներին ոչ թե բառերով, խոսքերով, նկատողություններով, մեր արած գործով։ Ընդունել ես քո հարսին, ցույց տուր ոնց է պետք ճիշտ ապրել, ցույց տուր իրական մայրը ինչ ձև է լինում։ Լուր արագ հո գործը, քո հարսը կդառնա ամենաիդեալական հարսը։